Հերվա քաշովին։ Նորվեգական հեքիաթ։ Եղել է չի եղել, Նուրլանում մի գեղջուկ տղա է եղել, և այս տղան որոշել է ամուսնանալ։ Իսկ նրա մայրը մաքրասեր կին էր, և իր տունը միշտ պահում էր մաքուր։ Սիրում եմ, որ չորս կողմը մաքուր լինի, որ ոչ մի տեղ փոշի չլինի, ասում էր նա։ Եվ ահա տղան էլ ուզում է հենց այդպիսի մաքրասեր կին ունենալ, ինչպիսին մայրն է, որ այնպես մաքրի եփի ու թափի, որ նրա պուտուկները փայլեն։ Միայն թե ինչպես իմանա, հարսնացուն մաքրասեր է, թե փնթի։ Մտածում և ապա որոշում։ Մատները փաթաթում է քաթանով, ձևացնում, որ իբր ձեռքը ցավում է ու ընկնում ճամփա։ Գալիս է նա մի ագարակ, որի տերերը ամուսնացնելու աղջիկ են ունենում, և խնդրում է նրանց աղջկա ձեռքը։ Նրան ընդունում, ինչպես ընդունված է փեսացուին ընդունել։ Գարեջրով ու ուտելիքով մի լավ զրույցով դիմավորում են։ Խոսում են դեսից դենից, իսկ հետո սկսում են հարց ու փորձ անել, թե ինչ է պատահել նրա ձեռքին։ Դե, տրոլն է մատս վնասել, և այն էլ ոչ թե անտառի կամ սարի տրոլը, այլ ճահճի։ Նա բոլոր տրոլներից ամենակատաղածն է, ով ասես, որ ինձ չի բուժել, էլ բժիշկ, էլ կախարդ, բայց ոչ մի դարման չկա։ Որ դարդիս ճարանի, ոչ մի դարման չկա, ասում է տղան։ Քանի ողջ ես, ամեն տեսակ ցավի դեմ էլ դեղ կճարվի, միայն մահից չես փրկվի, ասում են տանտերերը։ Դուք իրավացի եք, ասում են մի միջոց կա, ասում է տղան։ Իսկ ո՞րն է, հարցնում են տանտերերը։ Հերվա քաշովին։ Քաշովիով պիտի շփես ձեռքը, և ամեն ինչ կանցնի, բայց որտեղ կարող ես այդպիսի քաշովի գտնել։ Մեր տանտիրուհիները այդպես են պուտուկները քերում, մաքրում, երեկվա քաշովի հազիվ կգտնես, ուր մնաց թե հերվանը գտնես։ Եվ այսպես, այս լսելով մայր ու աղջիկ սկսում են ծիծաղել։ Այդպիսի բարիքը պետք չէ փնտրել, ուրեմն մենք քո ցավին ճար կգտնենք։ Մեր ափսեներում, պուտակներում ու քրեղաններում, հին չուգունե կճճներում ոչ միայն հերվա քաշովի կգտնվի, այլ նույնիսկ 14 տարվա։ Ահա և քեզ մաքրասեր հարսնացու։